Մեր առավոտը սկսում է 6:30, վերկացից հետո մենք զբաղվում ենք մեր հիգիենայով, հարդարում ենք մեր մատչակալները եւ պատրաստում ենք առավոտյան ֆիզիկական պատրաստության։ Կուրսանտ Վիոլետա Ֆեոֆիլակտովան է, սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ռազմաօդային ուժերի ինստիտուտում։ Մինչ այդ երիտասարդ աղջիկն ուսանել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Մանկուց տեսել եմ զինվորական կյանքը, մայրիկս 22 տարի ծառայել է զինված ուժերում, հակաօդային պաշտպանություն մասնագիտությամբ, տեսել եմ դժվարությունները, բոլոր ապրուստները։ Ներքին մոտիվացիա է դարձել, որ ես էլ գամ զինված ուժեր, բացի այն պաշտպանեմ մեր տղաներին ոչ թե թիկունքում, այլ նաև ուսուսի տված։ Կուրսանտ Ֆեոֆիլակտովան ակադեմիայում լավ է սովորում, ասում է, բացի զինվորական գործից այլ հետաքրքրություններ եւս ունի։ Թատերական եմ գնացել 5 տարի, ֆուտբոլ 5 տարի։ Սպորտով եմ շատ զբաղվել ու գորգագործությանը գնացել, ասեղնագործության, կարպետագործության, գոբելենագործության։ Բնագիտա-մաթեմատիկական առարկաներն եմ շատ սիրում։ Իզարմանսին ինձ շատ լավ է ստացվում։ Մեր ուսուցիչների, դասախոսների շնորհիվ բարելավել եմ ու սկսել եմ ավելի շատ սիրել առարկաները։ Նոր գիտելիքներ եւ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար կուրսանտ Ֆեոֆիլակտովան ջանք ու եռանդ չի խնայում։ Գիտակցում է մասնագիտության բարդություններն ու դժվարությունները։ Ինչպես նշեցի, մայրիկս հակաօդային պաշտպանության մասնագետ է, քիչ չէ, 22 տարի, եղել եմ մամայի հետ ինչպես մարտական հերթապահություններին, որոշակի հանգամանքներից դուրս գալով, հավանել եմ ոնց է գնում աշխատանքը, ընթացքը։ Ինչպես նաև դեռ չենք անցնում մասնագիտական առարկաներ, բայց պատկերացումներ կազմում եմ մեր տեխնիկայից ու գիտեմ, որ հաստատ այդ մասնագիտությունը, որ ես ընտրել եմ, հենց իմն է։ Զինվորականի մասնագիտությունը թերևս կանանց ու աղջիկների համար որոշակի խոչընդոտներ առաջացնում է, սակայն դրանք արագորեն հարթվում են ինչպես զինակից ընկերների, այնպես էլ փորձառու սպաների օգնությամբ։ Մեր տղաները լավ գիտակցում են, որ իրենց հետ ծառայում են աղջիկներ եւ իրենց այդ կարգ ու կանոնը, պահվածքը, վերաբերմունքը հաստատ թույլ չեն տա, որ մեզ ինչ-որ մեկը նեղացնի, ինչ-որ մեկը ինչ-որ մի թթու խոսք ասի, բացի այդ միշտ մեր կողքն է մեր վաշտի հրամանատարը, որը ոչ միայն մեր համար հրամանատար է, այլ նաեւ մեր ավագ ընկերն է։ Եթե մենք ուզում ենք հիմա այս պատկերի դիմադրությունը հաշվենք, իրանք անցել հաջորդաբար թե զուգահեռ։ Իգական սեռի ներկայացուցիչների դերը զինված ուժերում չափազանց կարևորում է Վիոլետան եւ ավելացնում. կանայք նույնպես պետք է ծառայեն հայրենիքին եւ առավելագույնը ներդնեն բանակի զարգացման գործում։ Իմ համար յուրաքանչյուր կին զինծառայող, որը ծառայում է հիմա զինված ուժերում եւ ծառայել է կամ պաշտպանել իր հայրենիքը, իրանք իմ համար հերոսներ են համարվում։ Իրանք են հենց ինձ դրդում, որ ես էլ դառնամ այդ իդեալը։ Գլխարկները հանել։ Լավ սպա եւ հրամանատար դառնալու համար պետք է լավ սովորել եւ շատ գիտելիք ձեռք բերել, համոզված է երիտասարդ աղջիկը, ուստի նա ամեն ինչ անում է ապագայում իր առաքելությունը պատվով իրականացնելու համար։ Ավարտելուց հետո ստանալու եմ լեյտենանտի կոչում, զորքերում եմ ծառայելու։ Իմ համար ամենակարևորը այդ տղաներին, երիտասարդներին, հույս ունեմ նաև ապագայում աղջիկներին, բացատրել իրանց նպատակը, որ իրենք հասկանան, որ այդ իրանց 2 տարին իրենք հստակ բուն նպատակ ունեն։ Ես իմ աղջիկաս համար մեծ հպարտություն եմ զգում, երևի մի կողմից, որ ինքը շարունակական է, մեր այդ զինվորական ընտանիքի ներկայացուցիչ որպես, այդ նույն էլի հոպը վերցնենք ու իհարկե աղջիկը, որ ցանկություն է հայտնում, դա մեծ պատասխանատվություն է համ ծնողի համար, համ աղջիկա համար։ Սիրելի կին զինծառայողներ, մայրեր, տատիկներ եւ իմ սիրելի քույրիկներ, շնորհակալ ձեր մարտի 8-ը, ես շատ հպարտանում եմ ձեզանով, գիտեմ շատ հպարտ կարող եմ ասել, որ դուք իմ թիկունքում եք եւ ինձ պահում եք թիկունքից։ Շնորհակալություն։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Մնացականյան, Զինուժ։